Պարոն Հակոբյան, մինչև ղեկավարի գալը մեկ հարց, ինչ պատկեր կունենանք, եթե դատարանը տարիներով ցկցկի ավականու հարցի հայցի քննարկումը եւ մեկ ավականի բացակա ունենա մեր քաղաքադաշտում։ Ավականու անդամ։ Նայեք, տեխնիկապես հիմա ունենք հետեւյալ իրավիճակ, ավականու անդամի լիազորությունները դադարել են։ Եթե արհեստական ինչ-որ ճարտարներով իրավիճակը սառեցվի, ապա մենք ունենանք ըստ էության հակաօրինական հակասահմանադրական վիճակ, երբ տեղական ինքնակառավարումը այս մասով խաթարված կլինի։ Եթե նկատի ունեք քաղաքական իմաստով ինչ կլինի, իշխանությունների համար այսօր մեկ ավականու անդամի կոպիտ ասած լուծված հարց կլինի, որ ընդդիմությունից պոկված։ Դիմացը իրենց տեսանկյունից ժամանակ կա, կփորձեն տարբեր եղանակներով, ճնշելով, գրավելով, չգիտեմ, ինչ-որ խնդիր լուծելով կլինի, թե վախեցնելով կլինի, մեկին նստացնելով, ազատությունից զրկելով, տարբեր բոլոր իրենց համար ոչ մի գին ու սահմաններ չկա ապօրինությունների իշխանությունը պահելու կամ տիրանալու համար տվյալ դեպքում։ Կամաց կշարունակեն իրենց գործընթացը, մնացած տարբերությունը կրճատելու եւ վերացնելու եւ ըստ էության տեղական ինքնակառավարումը զավթելու համար։ Սա է մեր մտավախությունը ամենամեծ եւ սա թույլ չտալու համար պետքա այո հենց յուրաքանչյուր ավականու անդամի խնդրով մինչեւ վերջ պայքարել, մինչեւ վերջ իրավունքներին տեր կանգնել։ Եվ ամեն ինչ սկսվում է մեկ ավականու անդամից։ Այո, այստեղ մեկից հետո չի որ փոխվում է հարաբերակցություն, անգամ եթե տվյալ ավականին օրինակ այս հակաիրավական ճանապարհով շարունակի մնալ ավականու անդամ։ Մեր մոտ այդ իմաստով հարաբերակցությունը ուժերի չի փոխվի, բայց գիտեք ինչ 5-6 հաշվարկներ է սկսում մեկից։ Երբ մեր խնդիրն է թույլ չտալ հենց այս փուլում ամեն ինչ կանգնացնել։